Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, ապրիլի 15 Աստված իմ, ինչու ինձ լքեցիր, Սաղմոս 22:1 Մենք տեսնում ենք Փրկչին այն պահին, երբ նրա տառապանքները հասել էին գագաթնակետին, ոչ մի այլ վայր չի մատնանշում Քրիստոսի տառապանքներն այնպես, ինչպես Գողգոթան, և ոչ մի այլ վայրկյան այնքան լեցուն չէ տառապանքով, որքան այն, երբ նրա ճիչը ճեղքեց օդը։ Աստված իմ, ինչու ինձ լքեցիր։ Այդ պահին ֆիզիկական տկարությունը ձուլվեց հոգեկան սուր տանջանքի հետ, այն ամոթից ու խայտառակությունից, որն ազգում էր։ Ի լռումն այդ ամենի նա տառապում էր անասելի հոգևոր ցավից, այն գիտակցումից, որ հայրն իրեն լքել էր։ Դա նրա սև գիշերն էր։ Հենց այդ պահին նա գահավիժեց տառապանքի անդունդը, ոչ մի կենդանի հոգի վիճակի չէ հասկանալու այդ խոսքերի ամբողջական իմաստը։ Լինում են հանգամանքներ, որոնց պարագայում մարդը կանչում է. Աստված իմ, ինչու ինձ լքեցիր։ Լինում են ժամանակաշրջաններ, երբ հոր պարժպիտը ծածկված է ամպերով ու խավար է։ Սակայն եկեք հիշենք, որ իրականում Աստված մեզ երբեք չի լքում։ Աստծո իր զավակներին լքելը պատրանք է։ Քրիստոսի լքված լինելն իրականություն էր։ Հոր սիրո աննշան հեռացումը քրքրում է սիրտը, բայց ինչպես չափել Քրիստոսին, պատճառված ցավը, երբ հայրն իրոք լքեց որդուն։ Մենք սովորաբար օգնություն ենք կանչում անհավատության պատճառով։ Ինչ վերաբերվում է Քրիստոսին, նրա ճիչն արտացոլում է հետևյալ սարսափելի փաստը. Աստված իրոք երես էր թեքել նրանից որոշ ժամանակով։ Դժբախտ տրտմած հոգի, որ մի ժամանակ ապրում է իր Աստծո երեսի լույսի ներքո, իսկ այժմ խավար, հիշիր, որ իրականում Աստված քեզ չի լքել։ Ամպերի հետևում Աստված մեր Աստվածն է, ճիշտ այնքան, որքան ժպտում է մեզ փառքի լույսով։ Եթե նույնիսկ միտքն այն մասին, որ նա լքել է մեզ, ցավ է պատճառում, ապա ինչպիսին է Փրկչի հոգեվարքը, որը կանչում էր. Աստված իմ, ինչու ինձ լքեցիր։